Կներես ինձ, բայց ստիպված էի տղես։ Եթե քեզ էլ կորցնեի, իմ ապրել այլևս իմաստ չեր ունենա։ Բայց ես պետք է քո հետ ելնեի, բաբ։ Քո հետ։ Դրանք աղբորս են սպանել։ Ու պատասխան են տվել դրա համար։ Սեմը իր տղու կյանքով է պատասխան տվել։ Բայց սա վերջը չի, այլ Կազումյանների ընտանիքի ոչնչացման սկիզբը։ Ես չեմ հանգստանա, մինչև դրանք չկորցնեն ամենը։ Ես որոշում եմ կայացրել մշտական մնամ Հայաստանում։ Դավիթիս ու մորդ կողքին։ Դու հետ գնա Ամերիկա տիրություն արա գործերին։ Ես ընդել անելու բան չունեմ, բաբ։ Գործերին տիրություն անող կգտնենք, ես կմնամ քո կողքը ստեղ։ Վիկին են բռնել, բայց ես արդեն զբաղվում եմ այդ հարցով։ Մինչև իրիկում բաց կթողեն, բայց վրան լուրջ թեմաներ կա։ Կուղարկենք Ամերիկա, մինչև սաղ հարցերը կարգավորենք։ Տենց ճիշտ է։ Մենակ պետք է զանգել Հովոյին Ամերիկայից կանչել։ Արդեն կանչել եմ, այսօր վաղը ստեղ կլինի։ Գնանք տղես։ Լիքը խոսալու բաներ ունենք։ Սաղին սպանելու եմ, սաղին վերացնելու եմ, ոչ մեկ չի պլստալու։ Ինչ ես անում իրեն։ Ճիշտ եմ ասում։ Բայց ոչ մենթերի մոտ։ Վաղը մյուս օր ավոյենց թայֆից մեկ ետ մի բան եղավ, առաջինը քո հետևից են գալու։ Բացարձակ չի հետաքրքրում։ Սաղի վիզը կտրելու եմ։ Եթե չարեցի, ուրեմն ես… Սուս մնա, դուրս արի ստեղից։ Դուրս արի գնա ծխի, ասում եմ։ Գնա ծխի, ասում եմ։ Թող, մենակ թող գնա։ Ըստ մեր փորձագետների, մեքենան պայթել է տեղադրված պայթուցիկի պատճառով։ Հնարավոր է, որ պայթուցիկը թայմերով ա եղել կամ պայթեցրել են հեռահար, ինչ վաղը ամբողջ ինֆորմացիան կունենանք։ Մտքեր կան, թե ինչու են թիրախավորել Կազումյանների երեխաներին։ Լուրեր են պատտվում, որ սա վրեժ է, ավոյի որդու սպանության համար։ Ստացվում է, որ Սեմն է առևանգել ու իր մոտ պահել է ավոյի որդուն։ Իսկ հետո էլ սպանել։ Այո, բայց դա դեռ պետք է ապացուցել։ Դա բարդ կլինի ապացուցել։ Ես վստահ եմ, որ երկու կողմն էլ ոստիկանության հետ համագործակցության չեն գնա։ Կգնան, եթե ստիպենք, իսկ մենք կստիպենք։ Իսկ մինչ այդ հարկավոր է կանխել երկու կլանների միջև նոր բախումը, կանխել հնարավոր բոլոր միջոցներով։ Հատուկ ջոկատայինների խումբը հիվանդանոցի շենքում է, պարոն գեներալ։ Դա քիչ է։ Գործի դրեք նաև ներքին գործակալական ցանցը, որպեսզի տեղեկությունները մեզ ժամանակին հասնեն։ Լսում եմ։ Արա դու չես հասկանում, ես ինչ եմ ասում քեզ։ Ասում տիկոյենց վեկալ ու նստեք ավոյենց պոչինց։ Ես այդ մի ժամվա ընթացքում պետք է իմանամ դրանցից ով ուր է եթում, հասկացա՞ր։ Դավայ։
Պատասխան հարցեր են մնացել, Մանուկյան։ Հա, մնացել եմ։ Դու որտեղից գիտեիր, որ Կազումյանները պատրաստվում են սպանել Ահավոյի մարդկանց։ Ռազինովիկին ավանքից անեցինք, Ահավոյին տապալելն արդեն տեխնիկայի հարց է։ Շախին ու Կամոյին մնացար։ Նախ Ահավոն, հետո մնացածը։ Ես իմ ինֆորմացիայի աղբյուրներն ունեմ։ Բայց այն Կազումյանների ընտանիքում գործակալ կամ ինֆորմատոր չունենք։ Թե ունենք, որը։ Ինչ ես ակնարկում, Մանուկյան։ Որտեղից մենք պետք է գործակալ ունենանք, եթե օպերացիան կասեցված է։ Չգիտեմ։ Ահա որոշել ես շրջանցել վերադասի հրամանները ու անձնական նախաձեռնությամբ գործակալին ներդնես այդ ընտանիք։ Ես համառ մարդ եմ, բայց հիմար չեմ, որ մի ամբողջ համակարգի դեմ դուրս գամ։ Իսկ ինչ վերաբերվում է ինֆորմացիային, Կազումյանները սպանության համար կողքից մարդիկ էին ներգրավել։ Այդպես էլ տեղեկացել եմ։ Լավ, հիմա ամեն ինչ հասկանալի է։ Որը դու գիտես, չէ՞ որ կարող ես ինձ վստահել։ Գիտեմ, հակառակ դեպքում հետդ չէի աշխատի։ Ասում եմ։ Հա, գալիս եմ։ Հետո կխոսենք։ Այստեղ սպասեք, բժիշկի մոտ կմոտենանք։ Գոնե ասեք ոնց է անցել երեխեքի վիրահատությունը։ Կներեք, ես տեղյակ չեմ, բժիշկը ամեն ինչ կբացատրի։ Հա, Երեխեքը ոնց են բժիշկ։ Ցավոք ձեր որդու կյանքը փրկել չհաջողվեց։ Կեմորս։ Գևորգը Փայթյունի ուղի գալիքի տակ է եղել։ Վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ։ Սոնաս։ Բարեբախտաբար Սոնան քիչ վնասվածքներ է ստացել։ Վիճակը ծանր է, բայց կապրի ու լիարժեք կապակինվի։ Ասեֆան։ Սեփում ոնց է։ Կայուն ծանր, բայց նա էլ կապակինվի։ Ձեզ մենակ թողնան։ Աղջկաս, երբ կանանք տեսնենք։ Այսօր երեկոյան կամ վաղը։ Չեմ խնայելու, Սերգո, ոչ մեկին չեմ խնայելու, տաղու սարունը չի հասցանելու ձեռներից սարի աբո, չեմ խնայելու, Սերգո, ծատկացնելու է։ Բա մենթերը որտեղից ջոգեցին, որ գնալու ենք Ահավոյի մարդկանց պարկասնենք։ Ինչքանով ես հասկացա սիտուացիայից, մենթերը Ահավոյի մարդկանց հետևից էին գնացել, ոչ թե մեր։ Ինֆորմացիան հաստատ Ահավոյի մարդկանցից է դուրս եկել։ Հա, հնարավոր է, բայց կարող է նաև մեր մոտից։
ամեն ինչը հնարավոր է։ Երեխեքը ոնց են Սեմյոն։ Գևոր սեր չկա ուղան։ Իմ լուստաղուն սպանել են։ Սեմին հիմա մենակ մնալ է պետք։ Հետո կխոսանք, կհասկանանք բանը։ Եղով Սերգուրյան։ Վիգեն նուրա, Վիգենին գտեք, ես պիտի ասեմ իրան։ Հեսա կգտնենք։ Ավոնա, ուշադիր ինձ լսի ու չընդհատես։ Եթե չես ուզում Վիգենին էլ կորցնես։ Հենց հիմա նստում ես մեքենան ու գալիս ես այն հասցեով, որը հենց հիմա քեզ կուղարկենք։ Գալիս ես մենակ, թե չէ էլ չես տենա տղուտ։ Սեմ։ Արագ գնացեք սրտերից։ Վիգենին պետք է գտնել Արման։ Ասա ինչա պետք անել։ Վիգենին պետք է գտնել։ Ինչպես արդեն հաղորդել էինք մի քանի ժամ առաջ, հարձակում է տեղի ունեցել Կազումյանների հայտնի ընտանիքի անդամների վրա։ Մարդասպանը կամ մարդասպաները պայթուցիկ սարք էին տեղադրել մեքենայի մեջ, որի արդյունքում ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Գևորգ եւ Սոնա Կազումյանները եւ ընտանիքի բարեկամ Սեդրակ Ավետիսյանը։ Եվ ինչպես քիչ առաջ հայտնի դարձավ, Գևորգ Կազումյանը ստացված վնասվածքներից մահացել է հիվանդանոցում։ Սոնա Կազումյանի եւ Սեդրակ Ավետիսյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Սեպտեմբերի 26-ին ակվակարենտեի շքեղ դշոու համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Էրիկ Կարապետյանի երկար սպասված մենահամերգը։ Ձեր բոլորի կողմից շատ սիրված հին ու նոր երգերի կատարմամբ։ Կենդանի հնչեղություն։
գեղեցիկ կատարումներ, անմոռանալի երեկո։ Շտապեք ամրագրել ձեր տոմսերը հենց հիմա այցելելով arm.com։ Հանդիպում ենք սեպտեմբերի 26-ին Aqua Caliente-ի շքեղ The Show համերգասրահում եւս մեկ անմոռանալի հայկական երեկո անցկացնելու համար։ Մի վստահեք ձեր Lemon Law-ի գործը ցանկացած փաստաբանի։ Վստահեք Lemon Law-ի մասնագետին։ Հարութ Թերզյանը Red Track Law-ի իրավաբանական գրասենյակի կառավարող գործընկերն է, որը մասնագիտացած է բացառապես Կալիֆոռնիայի Lemon Law-ի գործերով։ Ավտոարտադրողներն ունեն իրենց շահերը պաշտպանող փաստաբաններ։ Դուք եւս պետք է ունենաք։ Հարութ Թերզյանը վարել է ավելի քան 4000 Lemon Law-ի գործ, պայքարում է ավտոարտադրողների դեմ, իր հաջողորդների համար հնարավորինս մեծ փոխհատուցում ստանալու նպատակով։ Զանգահարեք Red Track Law այսօր անվճար խորհրդատվության համար։ Ինչպես են համաշխարհային աստղերը մեկ էլ հանկարծ երիտասարդանում։ Գաղտնիքը բացահայտված է եւ այժմ հասանելի է հենց այստեղ, Գլենդելում։ Կորեական այս սարքը առանց վիրահատության ձգում եւ երիտասարդացնում է մաշկը ու կնճիռները չքվում են։ Այլևս ոչ մի սրսկում, ոչ մի կտրվածք եւ ոչ էլ վերականգնողական շրջան։ Միայն քուլուքսում, ոչ վիրահատական facelift բոլորովին անցավ։ Ընդամենը 20 րոպե հետո դուք վերադառնում եք աշխատանքի 20 տարի երիտասարդացած։ Սա իսկապես հրաշք է։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Dentaluxe-ը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Dentalux միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բերանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիան, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վինիրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք, զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentalux, ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն, ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք, Dentalux, գերարդիական կլինիկա, 818 418 5555 Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում է մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Տղուս հետ դուր խնդրում եմ։ Ես երբեք չեմ մտել ընտանիք։ Չեմ սպանել ընտանիքի անդամների։ Բայց դու ինձ ստիպեցիր դա անել։ Դավիթս երբեք կապ չի ունեցել իմ գործերի հետ։ Բայց դու սովոր ես անմեղ մարդկանց սպանել։ Ինչի համար ես դա արել։ Ես ուզում էի Դավիթին փրկել, ավո, բայց չկարողացա։ Հավատա, չստացվեց։ Ավո, ինչի համար է հիմա այս խոսակցությունը։ Ինչ ես արել Վիգենիս հետ։ Ես պատրաստ եմ ամեն ինչ տալ նրա փրկության համար, ավո։ Հետ դուր տղուս, խնդրում եմ։ Խնդրում եմ, հետ դուր տղուս, ավո։
Ես հետ կտամ տղուդ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Բայց եթե դու մի անգամ էլ ձեռք բարձրացնես ընտանիքիս անդամի վրա, ես կվերացնեմ քո ամբողջ ժառանգությունը։ Ես ուզում եմ իմանամ այն մարդու անունը, ով սպանել է տղուս։ Դավո։ Դավո, սպասի։ Դավո։ Կանգնի։ Կանգնի արա։ Կանգնի։ Կանգնի Դավո։ Կանգնի ասում եմ։ Կանգնի արա։ Կանգնի արա։ Ուր ես փախնում, Ինչի համար ես փախնում, արա, բան էինք պայմանավորվել։ Մի անգամ էլ եմ կրկնում հարցս։ Քիլերին ես վերացրել եմ։ Նա վտանգավոր վկա էր իմ համար։ Անունը։ Միրո։ Լորդին էլ նա սպանել։ Հա։ Մի հատ էլ վատ լուր ունեմ քո համար։ Ես մնում եմ Հայաստանում։ Ու իմ միակ նպատակը քո ընտանիքի ոչնչացումն է լինելու։ Քո բիզնեսը, հեղինակությունը, կապերը։ Ամեն ինչ խլելու եմ ձեռքիցդ։ Բաց թող։ Տղես։ Ամեն ինչ նորմալ է հետդ։ Վիրավոր չես, քեզ չեմ վնասել։ Նորմալ ապապ ձեռներս արցակի։ Հա, հիմա։ Ասած են, ոնց է վիրահատություն անցել։ Եվս Սոնան ոնց են։ Սոնան։ Խոսա։ Պապ խոսա։ Սոնան կապակին վիտղես, սետոնել։ Գևը բա։ Գևորը չկա ուիգնը։ Գևորը չկա։
Այդ մի հատ գնայես, որ նկար ընտրեք, որը դավոյին դուր կգար։ Նշանակություն չունի ռազ։ Նրանցից ոչ մեկը իմ տղուն հետ չի բերի։ Այս ամեն դեպքում մի նկար պիտի ընտրենք։ Այս նկարում նա երջանիկ տեսք ունի։ Ես ուզում եմ, որ մարդիկ իմ Դավիթիս այսպես հիշեն։ Երբ ծնվեցիք, ինքս ինձ խոստացել էի, որ ամեն ինչ անելու եմ, որ չգնաք իմ ճանապարհով։ Քեզ չկարողացա հետ բան։ Բայց Դավիթս ճիշտ ընտրություն կատարեց։ Մտածում եմ, որ հիմա ապահով է ու հեռու վտանգներից։ Բայց տես ինչ եղավ։ Եթե հնարավորություն ունենայի առանց մտածելու, հենց հիմա աղբորս հետ տեղերով կփոխվեի։ Ես գիտեմ, բայց կյանքը մեզ հնարավորություն չի տալիս։ Գնա ռազ, ամեն ինչ թող ու կյանքը զրոյից կառուցիր։ Բայց արդեն առանց ինձ։ Ես քեզ մենակ չեմ թողելու։ Ու ես հպարտ եմ, որ քո տղեն եմ։ Ով արդեն Երևանում ես։ Լավ, դու մնա այդտեղ, գալիս եմ հետևից։